հեռու մոտիկ ընկերներին, աշխարհներին, արևներին, հրանման հոգիներին, բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ, բոլոր նրանց հոգիներին արևավառ, կյանքի, մահի այս ամեհի աղջամուղջում ողջակիզվող հոգիներին ողջույն, ողջույն։ Բարև ունգություններին, այսօր պիտի խոսենք աճ երծախ բարերու շուրջ։ Եթե առաջտնել բարը իր մասնիկներուն բաժնենք, դրա առ աճ դիմել, որում մեջ տրված է թեպի աճ դիմելու կամ ուղղվելու գաղափարը։ Մինչդեռ մենք գիտենք, թե առաջտիմելը կամ աճ կողմ երթալու հետ առնչություն չունի։ Այլ ունի զարգանալու գաղափարը, որը անմիջապես կվերապերի գլխուն կամ մտածելով բանիմա հասնելու։ Նույնպես երբ կսենք առաջ քնա, թեպի աճ կողմ չենք երթալ, այլ մեզի հանդիպակաց կողմը երթանք։ Մինչդեռ բարի կառուցված գսե թե պետք է թեպի աճ երթալ։ Այս հակասությունները մեզ մղեցին, որ հնդրենք աճ բարի փուն փոխանցությունը, որ անմիջական գապ ունի ոչ միայն գենցաղային, այլև հոգևոր ու կրոնական գիտելիքներով է։ Մեր անջարեղ լեզվապան Անջարյանը աճ բարին դիմաց վերած է այսօրվա հայ մարդուն համար շատ տարօրինակ թվացող դվյալն, որ գսե Սոպ տիերել լեզվի մեջ, աճ նշանագող սրի պարը, սրի կամ սրու, վայով գկրի որովհետև, ունի նաև այն, որ գլուխն է իմաստը, ահա և աճ պարի պանալին, որդե եմ որդե։ Արաբերենի որոշ պարպարներուն մեջ, ջինը, ջը հնչող դարը, գգը հնչ է, ինչպես եգիպտացիներու մոտ, եմենցիներու մոտ, որոշ նրբերանքով գգը հնչ է, և այլն։ Ինչը առաջին հայացքով դարօրինակ կթվա, բայց ունի օրնաչափությունը, որ կպխի գի, քիմի, այսինքն ջի, չեի, իմաստային հարաբերությունը։ Քիմը, որպես առանցին դար, հայերին մեջ ունի գոյ, գլուխ և գլխավոր իմաստները։ Սա մեր անձնական կտատուներենն է։ Ջեի մասին, չուրիչն է խոսքեր, չուրիչի մասին։ Սուրբ Մեսրոպ Մաշտոց իր հաջախապատում ճարկ գլուխ գործոցին մեջ անուագիորեն կսե է։ Ջն ջերմությունն է նշանակ է, և ջերմությունը գլխու էներգիագիրն է, այսինքն գլուխեն ելլոտակություն է։ Երկրորդ, տապը սրդի էներգագիրն է, և սիրտեն ելլոտակությունն է, որում է ունինք տապակ և այլն տապակել, տապկել։ Երրորդ, հուրը սեռական գործարանի էներգագիրն է, և անգե ելլոտակությունն է, նաև անգե լոբդուն է, որդին են և այլն։ Ասոր հետ կապված հուրի բարի իմաստն է թակնված ասորդակ։ Հուրի ժողովրդի ասպես ասած։ Հետևաբար, գլուխը և ջերմությունը անմիջական հարաբերություն ունին իրարից։ Եվ աճ բարը դարացիորեն գփոխանցակ է տարածիորեն IP և G իմաստներով խոսի։
կփոխանցի Աստծո գլխու էներգագիր իմաստը, երբ որ ջան գլխու էներգագիր է։ Երբ գլխու արտացրանքն ուղղեն կամ ելքեն ուկա։ Ուրեմն առաջին փայի փոխանցությունը լա սկզբնական փոխանցությունն է։ Թեպի Աստծո գլուխը կամ միտքը դիմել, այլապես Աստծո ուսածներով առաջնորդվել, ինչը առաջնության եւ հաջողության նախապայմանն է։ Այս բառերն ու գաղափարները մեզի մեր լեզվին եւ մտածողության մեջ գոյություն ունեցել են շատ վաղուց, իսկ սկզբանե կարելի է ասել։ Հետևաբար քրիստոնեության վերակրելն անհետեթությունն է այս իմաստներում եւ այս բառերում։ Սա հիմնական գաղափարն է աչ դիմել, որ եթե մարդկային ճապումներում մեջ տնենք, կունենա գլխում դիմել իմաստը, այլապես խելքին դիմել եւ ոչ թե զգացողության կամ կամքին։ Պաշտոնցի խոսքով կհաստատեմ մեր ասած այսպես իր կորդի մեջ։ Եվ Աստծո աչին մեջ է գիտությունը, հանճարը, իմաստությունն ու զորությունը։ Սա կարծեմ թե գտնե գնիկը աչ բարի հասկացողության վրա, որովհետև գիտությունը, հանճարը, իմաստությունը մենք գիտենք, որ գլուխենք են։ Աչի հակառակն ծախն է։ Աչը եթե գլուխն է, այսինքն հյուսային բևերն է մարդու, ապա ծախն հարավային բևերը պիտի։ Մարդու բարակային հարավային բևերը ոչուկն է, կաբալ սերական կորձարանը, բայց քանի որ ծախ բարի առաջին դարը ձու կամ հավգիտ կնշանակե, իսկ ախնալ կետրոն կնշանակե, ապա ունի ձուի կամ հավգիտ կենտրոնը, այլապես ծվարանը, հետևաբար ծախը ոչ թե ոչուկը, այլ սերական կորձարանը։ Երբ կսենք կորձարաչ կերտա, պետք է հասկանալ, որ մարդու մտավոր արկասապերության մասին է խոսքը, ինչը առավել է, քան երբ կորձը ծախ կերտա, երբ միայն ֆիզիկական կորձունեության արդյունքում ունենա մարդը, որովհետև կորձը խելքով չի կատարել, այլ ֆիզիկական ուժով, որն ծախողության կամ անգամ պատճառ կդառնա, որովհետև ծախը ներքևը կգտնվի։ Իսկ աչ կողմ կամ աչ ցերկ հասկանալու համար աչի կողքին անպայման մի տնենք կողմ կամ ցերկ բարերը, որպես հասկանանք թե աչ ցերկի կողմը, այսինքն աչ կողմ ասելով աչ ցերկի կողմ կամ աչ ցերկ ասելու համար աչ ցերկ բիզնեսն որպես հասկանանք թե ինչու մասին է խոսքը։ Աչահամբույրը այսօր սխալ կհասկացվի, շատ գեղեցիկ բառ է, բայց այսօր դադարբարդված բառերեն մեկն է մեր։ Հին ժամանակներուն փոքրիկները իրենց մեծերուն, ծնողներուն եւ ապա բաբուտադերուն ցերկը կհամբուրեին, իսկ մեզերն անուն ճակատները կհամբուրեին։ Ճակատ համբուրել են ու կա աչահամբույրի իմաստը և ոչ թե այդ ցերկը համբուրել են, երբ հոգևորականի մը ցերկը կա համբուրել, անալ համբուրողի գլուխը գործն է ճակատը համբուրել փոխարեն։ Հիմա հասնենք այլ լեզուներու, որոնց մեջ կան տվյալներ աչի ծախի քուն իմաստափոխության կամ իմաստի մասին։ Ուրեմն այլ լեզուներու մեջ ծախը արտահայտված է ոտք արտահայտող բառով, այսինքն հարավային բևերը կամ ծվարանը փոխարինվել է ոտքով, դերևս բարոյակիդական նկատառումներով ասենք։ Ֆրանսերեն ծախ իմաստ ունեցող կոշ բառը հայերենի կավշ օյով կքվի կոշը, էյույով, այսինքն ա-յույով ֆրանսերեն հայերենի կավշ բառին գան պատասխան է, որ մենք կոշ ունենք,
Իսկ կոշեն գիտենք, որ ունենք կոշիկ բարը, այսինքն ոտնամանը, բայց կոշի հայերեն իմաստը չէ պահպանված մեր մոտ, իսկ ֆրանսերեն կոշը ցույց կտա, որ մեր կոշ կավշը ոտ իմաստ ունեցել է, որուն ավելցող իք մասիկնալ ամանը եղած է, այսինքն ոտքի ամանը, ոտնամանը։ Իհարկե ասում քիչմը ընդունելը պայմանական է, ամենայնտեպս արաբերենի մեջ։ Յասար կնշանակե ցախ եւ բարի արմատը սա արա քալել կնշանակե, որ նույնպես ոտքի հետ կարնչվի, այսինքն ցախը ոտքի հետ կապված է անմիջականորեն։ Հիմա ասենք մատենագրական այլ դվյալներու, որոնք կհաստատեն մեր տեսակետը։ Բերենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի խոսքը անոր վարդապետություն եկեն։ Այդ երկի մեջ նավատացությունը գա, որ կվերապերի Քրիստոսի համբարնալնի հետ իր հոր մոտ երթալու։ Գսե կրապարով երթամ, հոր ժամ մարմնովն արհորն ընդ աչմեն եմուտ։ Թարգման են, երբ որ իր մարմինով իր հոր աչեն նես մտավ։ Սա չի նշանակի նստեցավ հոր կողքին աչ կողմը, այլ աչի մեջ մտավ, դեմը մտավ։ Իսկ այդ աչը պարզապես իր հոր ուղեղն է, գլուխն է, անոր մեջ մտած է որպես լուսեղեն էներգագիր։ Երկրորդ օրինակը նորեն լուսավորիչ եմ, Մարգարեն ասե, հայտնած դեր զաչյուր և բազուկ յուր ամենայն հետանոսած։ Այստեղ ալ հայտնած դեր զաչյուրը կնշանակե դերը իր միտքը հայտնեց։ Աբա թե ոչ եթե աչը այցեր կլներ, թյուրիմացության կամ հիմար վիճակի մեջ պիտի ինայինք։ Ատկեդո շարնակության մեջ, որպես է և բազուկ յուր ամենայն հետանոսած հայտնյաց։ Ուրեմն, բազուկը իր զորությունն է, որ հայտներ է բոլոր հետանոսներուն, այսինքն հայտներ է և իր միտքը և իր զորությունը հետանոսներուն։ Երորդ օրինակը նույնպես օրենապանեն Գրիգոր Լուսավորիչեն, աչն հոր ինքնիսկ է և բազուկան միածինն որդի Քրիստոս։ Աչը այսինքն նույն ինքն հայրն է և ոչ թե այդ ցերկը, որովհետև հայրը միան այդ ցերկ չէ, այլ ամբողջությունն է և միևնույն ադեն այդ ամբողջության գլուխն ու բանն է, բանը, որով արարել է բոլոր արարածներուն։ Այսքանեն հետո անգը գրե և ել նստավն տաչմե ծնողին յուրո աստծո։ Ուրեմն, այսինքն ելավ ու նստեցավ իր ծնողի աչին մեջ, ընդ աչմե։ Այլապես, և ոչ թե աչ կողմը, աչ ցերկի կողմը և այլ։ Այլապես նստեցավ իր ծնողի ուղեղին կամ միտքին մեջ, որովհետև ընթը մեջ կնշանակե և ոչ թե կողմ։ Հիմա հինգերորդ օրինակը պիտի բերենք հորենացի, որ կխոսի ակատանքոսի երկի մասին և տրտատի մասին, մեր տրտատ մեծ տակավորի մասին։ Աչով կարդուղարն դրտադա ակատանգևոս, իպրե փոքր իշադե բատմե զմահն արդավանա, այսինքն աչով կարդուղարը դրտադի ակատանգևոս է, այսինքն կիշտ է շատ բատմած է արդավանի մահվան մասը։ Հիմա աչող կարդուղարը ինչ պիտի նշանակի եղբայր։ Եթե մենք աչ ցերկ հասկանանք, նորեն լուծում չենք դար նախադասության։ Ուրեմն աչող կարդուղարը գլխավոր կարդուղարը կնշանակի, դրտադի գլխավոր կարդուղարը եղած է ակատանգևոսը։
բայց պիտի աչող ողը կա հետևը, ասի ինչ ող է։ Կրնանք սել կարդուղարներուն գլխավորողը եղած է ակատանքը ոսը, որովհետեւ հասկանաս թե ինչու աչին ող, աչող ծևով ներկայացած է։ Հիմա խորերանցին կնկարագրվի նաև հայոց վարշակ առաջին Բարտեր Թագավորի պատերազմը Մորփյուկիղեի թեմ հաստեղալ չլուծված խնդիր մգա, որը լուծել ենք, կամ սխալ թարգմանված խնդիր մգա։ Եվ հարյալ աշտույու կզկաչն սարտակեին և զորցն առաջի արկյալ ի պապուս թարգմանեն։ Այսինքն, զորքն առաջի արկյալը այստեղ մեր լեզվով կնշանակե զորքը գլուխեն զարնելով, այսինքն առաջնորդին սպաններ են և քանի որ առաջնորդը սպանվեր է, զորքը մատնվեր է փախուստի, անղեկավար մնալու պատճառով։ Ուրեմն առաջի արկյալ գլուխեն զարնելով կնշանակե աչին մեջը տրված է գլուխ իմաստած։ Ամփոփենք Աչլիկներու և ծաղկիկներու մասին ներկայիս եղած կարծիքները մենք չենք կիսել։ Որի աչ կիսակունդը ստեղծագործող մտավոր գործարանն է, իսկ ծաղկ կիսակունդը գործնական ու նյութական հարցերու պատասխանն է։ Այդ ծվարանը արական սերներու արտադրողն է, իսկ ծաղկը իքական։ Այդ ձերքը տիեզերական տրական լույսը ստացողն է ու փոխանցող ուրիշներուն, իսկ ծաղկը անձի բացասական լույսը դուրս մողողն է մարմինեն, ադորամարալ այդ ձերքով կցերնենք։ Աչլիկները մի րոպե կներեք։ Ուրեմն Աչլիկները իծն է մտավոր հոգևոր ունակություններու դեր մարդիկ կլան, բայց պետք է զարգացնեն իրենց ունակությունը։ Ծաղկիկները նյութական ու երկրային հետաքրքրություններ ունեցող մարդիկ կլան, ինչը կնշանակե թե առավել գործնական կլան։ Մեկոն կբացի նյութական աշխարհի ընկալումը, մյուսինալ հոգևորի ընկալումը։ Յուրաքանչյուրը պետք է աշխատի իր բագասը լրացնելու կատարելության հասնելու ճանապարհին, այլապես ոչ առաջինը եւ ոչ այլ երկրորդը կայանան որպես ինքնուրույն անհատ, ու միշտ անձնագործան սխալներ թույլ կտան, եւ ոչ միայն անձնագործան, այլ նաև հասարակության սպառնացող վտանգավոր սխալներ կրնան թույլ տալ։ Կան նաև թաքուն աշիկներ ու թաքուն ծաղկիկներ, որոնք իծն է կարողություն ունին միավորելու հոգևորն ու նյութականը, երկնայինն ու երկրայինը, ինչ շատ ավելի փեղուն եւ արկասապեր կլա, եթե զարգացվի։ Այսպիսի հիմքերով պետք է մշակել մանուկներու դաստիարակության գործը, որովհետեւ անոնք հոգեպես ու մարմնով, այսինքն հավասարակշռված ու առողջ մեզնան ու օգտակար դառնան թե իրենց եւ թե մարդկության։ Այս տան այսօր